Իտալիայից մի քանի օր առաջ է վերադարձել դահուկավազքի Հայաստանի բազմակի չեմպիոն Միքայել Միքայելյանը։ Մրցաշարում սկանդալի կենտրոնում էր հայտնվել հայ դահուկորդը մարզահագուստին Ադրբեջան գրությունը կպչուն ժապավենով փակելու համար։ Մարզահամարները տալիս են մրցումը սկսվելուց մոտ 2 ժամ շուտ։ Հայրս էր ստանում մարզաշապիկը, ստացավ ու դե վրան գրված էր Ադրբեջան։ Առանց երկմտելու փակեցի ու գնացի։ Արժանապատվության հարցեր, նշում է Միքայելը, իր երկրի զինանշանի կողքին չէր կարող լինել թշնամի պետության անունը։ Ինքնասիրությունս պիտի դնեի կողքի, որ Ադրբեջան գրվածքով դուրս գայի մրցելու դիել։ Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալությունը 5 տարվա պայմանագիր է կնքել դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի հետ։ Ըստ որի էլ միջազգային որոշ մրցաշարերում, որպես հովանավոր Ադրբեջան գրվածքը մարզիկները իրենց մարզահագուստներին պետք է կրեն։ Հայ դահուկորդը չէր կարող մարզաշապիկին կրել 44-օրյա պատերազմում իր ընկերներին սպանած պետության անունը։ Հենց տեղից էլ կերևա մեր ընկերները, մեր տղաները, թվով ամենաշատ զոհ տոկոսային հարաբերությամբ հենց աշոսքն է տվել։ Ինչը ես պետք է դա ամեն ինչը դնեի կողքի ու լավ զգայի։ 14 տղաներ զոհված պարգած են այդտեղ, որից 8-ը իմ աշակերտներս են եղել։ Ինչեղ ես կրայի Ադրբեջան գրած բառով ելույթ ունենայի։ Ինչ կսեին իմ ընկերներս, իրանց ծնողները, իմ հայրենակիցներս։ Անմեղ զոհերը, երեխեքը 44-օրյա պատերազմում զոհվածների պանթեոնի հարևանությամբ է Աշոտսկի դահուկային կենտրոնը։ Տղաների շիրիմներին ծածանվող եռագույնների ներքո են մարզվում դահուկորդները։ Միքայելն ու հայրը միջազգային մրցավարներին ներկայացրել են գրվածքը ժապավենով փակելու պատճառը։ Հասկացել են իրենց, բայց Հայաստանի իշխանությունը հորդորում է սպորտն ու քաղաքականությունը չխառնել իրար։ Ժամանակակից աշխարհում ինչ տեսնում ենք, քաղաքականությունը հենց սպորտի մեջ է, մշակույթի մեջ է, արվեստի ու գիտության մեջ է։ Կարծում եմ, որ ինչքան էլ դեմ եղնենք, թե քաղաքականությունը սպորտից դուրս է, դի այդպես չէ։